Ողջույն բոլորին, բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ծովափնյա չքնաղուհի հասկանչ հանգիստը, մենք շարունակում ենք գտնվել Հուրգադայում, Սոմա Բեյ ծոցում եւ այս անգամ կծանոթանանք, կբացահայտենք Palm Royal հյուրանոցը։ Օդանավակայանից հյուրանոց ընկած հեռավորությունը 45-ից 50 կիլոմետր, իսկ տևողությունը 40-ից 45 րոպե։ 5 աստղանի այս հյուրանոցը գտնվում է առաջին գծում Սոմա Բեյ ծոցում, որտեղ գարնանից մինչ աշուն բացակայում են քամիները, իսկ ձմռան ամիսներին քամիները լինում են հաճախակի։ Միասին անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչպիսի հետաքրքիր տեսք ու կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Հյուրանոցը բաղկացած է 5 արկանի գլխավոր մասնաշենքից եւ 2 եռահարկ մասնաշենքերից։ Կենտրոնական մուտքից մտնելով ներս մեր առջև բացվում է մեծ ու գեղեցիկ ընդունարանը իր բոլոր ենթակառուցվածքներով։ Այստեղ են գտնվում գրանցման հատվածը, հիմնական ռեստորանի մուտքը, սպասասրահը, լոբի բարը, որը գտնվում է առանձնացված կղզյակում, եւ որի շուրջ կան պալմաներ, ինչպես նաեւ լճակ, որտեղ լողում են մեծ եւ գեղեցիկ ձկներ, ստեղծելով հանգիստ ու ներդաշնակ մթնոլորտ։ Տարածքը պարբերաբար խնամվում է, այդ իսկ պատճառով ավելորդ եւ տհաճ հոտերն այստեղ բացակայում են։ Դեպի լոբի բարում մատուցում են զովացի ջմպելիքներ, թեյի սուրճ, եգիպտական ալկոհոլ, իսկ արտասահմանյան ալկոհոլն ու թարմ կամացյութերն այստեղ վճարովի են։ Շարժվում ենք առաջ հարգելիներս եւ ցույց տամ ձեզ այստեղի համարները եւ առաջին համարը, որը ձեզ ցույց կտամ, այստեղի սուպերիոր համարն է, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք եւ մուտքից ձախ այստեղ այսպիսի հայելի կա, որը գտնվում է լոգարանի դիմաց, ցույց տամ ձեզ լոգարանը, որը մուտքից դեպի աջ է։ Այստեղ զուգարանն է բնականաբար, լվացարանը իր բոլոր հարմարանքներով, այստեղ լոգանքի եւ խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներն են, լոգանքի պարագաները, շամպուն, մարմնի գել, մազերի կոնդիցիոներ, լոսյոն մարմնի, այստեղ խարտոց, սանր, սանիտարական տոպրակ, գլխի բախիլ, կոշիկի շոր, ատամի մածուկ խոզանակներով, այստեղ դարձյալ խարտոց է, այս հատվածում օճառ, 2 բաժակ, ամեն ինչ մաքուր, ամեն ինչ լուսավոր, ֆենը, այս հատվածում լոգա խցիկն է, տրոպիկական ցնցողով, սովորական ցնցողով, լոգանքի համար նախատեսված սպունգը մարմինը մաքրելու,
սրբիչները, խոշորացնող այլին։ Ասեմ, որ հյուրանոցը տարին մեկ անգամ անցնում է ռինովացիա դա նշանակում է, երբ որ հյուրանոցը իր համարներով եւ մնացած հատվածներով վերանորոգվում է, բայց կոսմետիկ ձևով, ոչ կապիտալ ձևով, այսինքն անցնում է կոսմետիկ վերանորոգում եւ կապիտալ կարող է փոխվել ըստ անհրաժեշտության միայն բաղնիկ զուգարան, այսպես ասած, լոգարանի հատվածը լոգարանում կարող է փոխվել, ենթադրենք զուգարանը, լվացարանը, սալիկները, լոգախցիկը եւ այլն, ըստ անհրաժեշտության։ Բայց ընդհանուր հյուրանոցը տարին մեկ անգամ անցնում է ռինովացիա։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, այն բաղկացած է երկու առանձին մեծ մահճակալներից, զգեստապահարանից բնականաբար, այստեղ կա հավելյալ ծածկոց, սեյֆ, դարակներ, մյուս հատվածում կախիչներն են, իրերը զգեստերը դնելու հատվածը, զգեստապահարանի կողքին մինի բառն է, թեյի սուրճի հատվածը, սառնարանը, որտեղ կան զովացի ջմպելիքներ, բոլորը ներառված են all inclusive փաթեթի մեջ։ Ահա այսպիսի հետաքրքիր ծրարների մեջ են տալիս ձեր համարի քարտը, այսպես բացվում է եւ դուք կարող եք տեսնել հյուրանոցի քարտեզը ընդհանուր, կարող է այն միշտ լինել ձեր ձեռքի տակ այսպիսի փոքր տարբերակով։ Այստեղ TV-ն է, դարձյալ դարակներ, այլին իր աշխատասեղանով, երկու բազկաթոռ, սեղան այսպիսի փոքր, հյուրերի գալու հետ մեկտեղ լինում է հյուրասիրություն այսպիսի, անկողինը մաքուր է, կարող եմ ասել մի փոքր մաշված է, բայց այն մաքուր է, ոչ մի ավելորդ հետք, ոչ մի ավելորդ բիծ չեմ տեսնում։ Մահճակալների կողքին հեռախոսն է, որտեղ կան առանձնացված կոճակներ, կարող եք զանգահարել կլինիկա, ըստ անհրաժեշտության, պատվիրել զանգ, որ առավոտյան ձեզ արթնացնեն, ընդունարան, օպերատորին միանալ, ամրագրել սեղան ալակարտ ռեստորանում, մաքրել սենյակը կամ room service եւ մնացած ամեն ինչ։ Այստեղ կա նաեւ USB ելք, հեռախոսը եւ մնացած սարքավորումները զարյատկայի միացնելու համար։ Եվ դուրս գանք պատշգամբ, ցույց տամ ձեզ պատշգամբը եւ թե ինչպիսի տեսարան է բացվում այստեղից։ Պատշգամբում կա երկու աթոռ իր սեղանով, ասեմ որ բավականին գեղեցիկ պատշգամբ է եւ այստեղից բացվում է տեսարան դեպի Կարմիր ծովը եւ հյուրանոցի այս գեղեցիկ հատվածը։ Ցույց տամ ձեզ այստեղի հաջորդ համարը, ընտանեկան համարը, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ հենց մուտքի մոտ այսպիսի մեծ գեղեցիկ նախասրահ կա։ Առաջին հատվածն է տվյալ համարի։ Այստեղ թեյ սուրճի հատվածն է, որտեղ կա թեյնիկ, թեյ, սուրճ, բաժակներ, խառնիչներ բնականաբար, մեկ շիշ ջուր, լիտր ու կես ծավալով, անցնենք առաջ, մուտքի մոտ կա այսպիսի նաև գեղեցիկ հայլի, մահճակալները, երկու հատ առանձին մեծ, տվյալ հատվածի մահճակալներն են, բազմոցը, սեղանը, այստեղ կա պատուհան, բայց մյուս ննջարանից կա ելք դեպի տերասա, անցնենք առաջ, այստեղ TV-ն է, ցույց տամ ձեզ մյուս ննջարանը, բայց մինչև ննջարանը ցույց տամ ձեզ լոգարանը, լուսավոր գեղեցիկ, լվացարանը, խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները, այստեղ կոսմետիկ պարագաներն են, խոշորացնող հայլին,
զուգարանը, բիդեն, սրբիչները, այստեղ դրան վրա խալաթներն են և լոգախցիկը սովորական ցնցողով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներով, մարմինը մաքրելու սպունգով, այստեղ նույնպես հիմնելով մաքուր է ամեն ինչ, կամ աշվածություն, բայց չկան բորբոսներ, չկան ավելորդ լաքաներ։ Անցնենք առաջ, այստեղ չորանոցն է և երկրորդ ննջարանը կամ ննջելու հատվածը, որը բաղկացած է king size մահճակալից, այսպիսի գեղեցիկ արքայական տեսք ունի այն, այստեղի կահավորանքը այդպիսի տեսք ունի, զգեստապահարանը, ինչպես տեսնում եք նույնպես, այստեղ սեյֆն է, դարակները, մյուս հատվածում, այստեղ հավելյալ ծածկոցը, կախիչները, TV-ին, աշխատասեղանը կամ շպարվելու հատվածը, ինչպես արդեն գիտեք, այստեղ հողաթափերն են, իրերը դնելու հատվածը, հեռուստացույցի տակ գտնվում է սառնարանը, որտեղ կան զովացի ջմպելիքներ, ջուր, գազավորված հյութեր, սովորական հյութեր, ևս մեկ սեղան, աթոռներով կամ բազկաթոռներով, և տվյալ համարի ննջարանի այս հատվածից կա ելք դեպի տերասա։ Եվ family room-ի ևս մեկ հատվածում ենք մենք գտնվում, ավելի ճիշտ նույն family room-ն է, ուղղակի այստեղից կա տեսարան, այսպիսի գեղեցիկ տեսարան, դեպի Կարմիր ծովը, դեպի լողափը, դեպի այս այգին, տվյալ family համարից ավելի գեղեցիկ տեսարան է բացվում, դեպի հյուրանոցի այս հատվածը, ավելի ճիշտ Կարմիր ծովը և այգին։ Մնացած առումներով գրեթե նույն կառուցվածքը ունեն, սա գտնվում է վերևի հարկում, նա առաջին հարկում էր և սա ավելի մոտ է գտնվում ծովին, նա մոտ էր գտնվում լողավազանին, սա մոտ է գտնվում ծովին։ Անցնենք առաջ հարգելիներս և ցույց տամ ձեզ այստեղի հաջորդ համարը, այն կոչվում է Panorama Suite, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք հարգելիներս և մուտքի մոտ միանգամից այսպիսի մեծ ու գեղեցիկ այլի ենք տեսնում, որը գրեթե բոլոր համարներում կա։ Այստեղ հովացման և տաքացման համակարգը կառավարելու վահանակն է և նրա հարևանությամբ գտնվում է առաջին սանհանգույցը, այստեղ կա տուալետ, լվացարան, այստեղ նույնպես մաքուր է, կա մի փոքր մաշվածություն, ինչպես տեսնում եք դուք էլ, նույնիսկ դրան վրա կա այդ մաշվածությունը, բայց մաքուր է, ընդհանուր առմամբ, ոչ մի ավելորդ հոտ, ոչ մի ավելորդ բիծ, լաքաներ չեմ տեսնում ես։ Անցնենք առաջ, այսպիսի մեծ, գեղեցիկ, ընդարձակ նախասրահ, ուզում եմ առաջինը ձեզ ցույց տամ Panorama այս տեսարանը, այստեղից երևում է Կարմիր ծովի ողջ գեղեցկությամբ, հյուրանոցի այգին, արհեստական այս լճերը և ծանոթանանք նախասրահի հետ, այստեղ կա այսպիսի մեծ բազմոց, որակյալ, կարող եմ ասել, երկու աթոռ, սեղանը ժուրնալի, TV-ին բնականաբար, այսպիսի փոքր ճաշասեղան իր 4 աթոռով, հայերենով ասած կամոդ, իր մեծ հայլիով, դարակներով, նրա հարևանությամբ գտնվում է թեյի սուրճի հատվածը, այստեղ կա այսպիսի փոքր բար իր դարակներով,
Ինչպես նաև կան առանձին այսպիսի երկու աթոռներ, այսպիսի փոքր սեղան, աշխատասեղան, ասեմ որ բավականին մեծ նախասրահ ունի կամ հյուրասենյակ։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջարանը, որը բաղկացած է king size այսպիսի մահճակալից, նույնն է ինչ որ family համարում, զգեստապահարանը, սեյֆը, դարակները, այս հատվածը, այստեղ կախիչներն են, իրերը դնելու համար նախատեսված հատված, տեսնում եք փոշի չկա։ Այստեղ TV-ն է, TV-ի տակ գտնվում է սառնարանը, որտեղ կան զովացի ճմպելիքներ, ջրեր, աշխատասեղան դարձել կամ շպարվելու հատված, դարակները նույնպես մաքուր են, կա փոքր մաշվածություն, ինչպես ասացի, բայց մաքուր են, հյուրերի գալու հետ մեկտեղ բերում են նաև հյուրասիրություն այսպիսի, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ լոգարանը, լոգարանը բաղկացած է խալաթներից, սրբիչներից, այստեղ կա վաննա, իր առանձին ցնցողով, լոգանք և վաննա ընդունելու համար նախատեսված կոսմետիկ միջոցները, ուզում եմ այստեղ նույնպես մոտիկից նկարել, որպեսզի դուք տեսնեք ինչ կա և ինչ չկա, վաննան նույնպես ունի մի փոքր մաշվածություն, բայց մաքուր է, նրա հարևանությամբ գտնվում է լոգախցիկը, սովորական ցնցողով, սպունգով մարմինը մաքրելու, լոգախցիկը բավականին մեծ է, կարող եմ ասել, այստեղ բիդեն է, զուգարանը և նրանց հարևանությամբ լվացարանն է, գեղեցիկ, մաքուր, այստեղ կան խնամքի համար անհրաժեշտ և լոգանքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներ, ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու համար նախատեսված ածելի, գել, գլխի բախիլ, խարտոսներ, մի խոսքով ամեն ինչ։ Եվ տվյալ համարի ննջարանից կա ելք դեպի պատշգամբ, ունի պատշգամբ տվյալ համարը, դուրս գանք պատշգամբ ցույց տամ ձեզ այն։ Պատշգամբում կա երկու աթոռ, սեղան այս քարե, այն նույնպես բավականին մեծ է, և այստեղից նույնպես բացվում է տեսարան դեպի Կարմիր ծովը, դեպի այգին և հյուրանոցի ընդհանուր այս տարածքը։ Ցույց տամ ձեզ հաջորդ համարը, որ կոչվում է Junior Suite, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք և միանգամից այստեղ տեսնում ենք մեծ նախասրահը, կամ գեղեցիկ նախասրահը, այստեղ կա TV, սեղան, երկու բաց կաթոռ,
կամ աթոռ այսպեսի մեծ, սոֆան, բազմոցը, այստեղ թեյ սուրճի հատվածն է, ջրով, որը լիտր ու կես ծավալ ունի, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, մինչ այդ ցույց տամ լոգարանը, այստեղ լվացարանն է, ֆենը, խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները, կոսմետիկ պարագաները, սանր, խարտոցներ նույնիսկ, սափրվելու համար նախատեսված գել, ածելի, ատամի մածուկ, խոզանանք մի խոսքով ամեն ինչ, ինչ-որ գիտեք, խոշորացնող հայելին, բեդեն, զուգարանը, լոգա խցիկը կամ լոգանքի համար նախատեսված հատվածը, այստեղ նույնպես ամեն ինչ մաքուր է գրեթե, մանշվածությունը նույնպես վաննայի հատվածում տեսնում եմ, այստեղ խալատներն են, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, այստեղ կա king size մահճակալ, դարձյալ նմանատիպ կահավորմամբ ինչ-որ ընտանեկան համարում էր, զգեստա պահարանը, զգեստա պահարանում կան դարձյալ կախիչներ, հավելյալ բարձր ծածկոցը, իրերը դնելու հատվածը, մյուս կողմում ենթադրում եմ սեյֆն է, հենց այդպես էլ կա, դարակներ, զամբյուղ, այստեղ կա երկու աթոռ, այսպեսի գեղեցիկ, սեղան, հյուրերի համար նախատեսված հյուրասիրություն, թիվին բնականաբար, հայելին շպարվելու հատվածը, սառնարանը, սոված ճմպելիքներով և դուրս գանք պատշգամբ, ցույց տամ ձեզ պատշգամբը, որը դարձյալ գեղեցիկ է, կա այստեղ երկու այսպիսի աթոռ, սեղան, տեսարան դեպի կարմիր ծովը և այգին։ Անցնենք առաջ և ծանոթանանք այստեղի Executive Suite համարի հետ։ Եվ այսպես համարում ենք մենք, այստեղ հայելին է մուտքի մոտ մեծ, նրա դիմաց զուգարանն է, այստեղ կա զուգարան, լվացարան, բայց չկա ցնցուղ, կաֆեն, կա խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներ, կոշիկի շոր, գլխի բախիլ, սանիտարական տոպրակ, օճառ, խոշորացնող հայելի, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ հյուրասենյակը, այստեղ կա այսպիսի հատված բարի, թեյի սուրճի հատված, ջուր 1.5 լիտր ծավալով, դարձյալ սոֆան, բազմոցը կամ երկու աթոռով, փոքր սեղանով ապակե, թիվին ինչպես տեսնում եք, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջարանը, ննջարանում կա king size մահճակալ, հյուրերի համար նախատեսված հյուրասիրություն, աթոռը սեղանով, շպարվելու հատվածը, դարձյալ թիվին, նրա տակ սառնարանն է, զովաց ճմպելիքներով, մինի բարը բնականաբար այստեղ անվճար է, այստեղ զգեստապահարանն է, որտեղ կան դարակներ, որտեղ կա սեյֆ, այս հատվածում կախիչներն են, հագուստները կախելու համար, նրա հարևանությամբ չորանոցն է, սակայն այն կարող եք տեղափոխել, որտեղ ցանկանաք, ցույց տամ ձեզ ննջարանի լոգարանը, կամ այս համարի լոգարանը արդեն, լոգա խցիկը, իր վաննայով, դռները մի փոքր դժվար բացվեցին, բայց այդքան էլ վախենալու չէ, այստեղ
լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն են, սպունգը մարմինը մաքրելու, լվացարանը, լվացարանի մոտ կան նույնպես խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներ, դուք տեսնում եք, այստեղ խալատներն են մեզ ողջունում և համար ունի նաև պատշ գամբ, որտեղից նույնպես բացվում է տեսարան դեպի այգին, դեպի կարմիր ծովը, դեպի լողավազանը։ Այժմ ձեզ ցույց տամ այստեղի ամենաշքեղ, ամենամեծ համարը, որը կոչվում է Royal Suite։ Այն նման է առանձին բնակարանի կարելի ասել, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես, մենք համարի ներսում ենք և ուզում եմ ասել, որ համարը բաղկացած է երկու առանձին մեծ ննջարաններից, որոնք ունեն իրենց առանձին լոգարանները, նախասրահից այսպիսի մեծ, հյուրասենյակից, խոհանոցից, մի խոսքով անցնենք առաջ, տեսնենք միասին տվյալ համարը, այստեղ մուտքի մոտ մեծ այլին է, գեղեցիկ, նրա առջև առաջին լոգարանը կամ սանհանգույցը, այստեղ չկա ցնցուղ, բայց կա լվացարան, այսպիսի անչափ գեղեցիկ այլիով, զուգարանով, անցնենք առաջ, այստեղ նախասրահի մյուս հատվածն է, որտեղ կան այսպիսի հետաքրքիր գեղեցիկ արձաններ, ճապոնական խորհրդանիշներով, այստեղ սառեցման և հովացման համակարգի կառավարման վահանակն է և նախասրահի այս հատվածից գնանք ձախ, ցույց տամ ձեզ այս հատվածում խոհանոցն է, ցույց տամ ձեզ խոհանոցը, որտեղ կա միկրոալիքային վառարան, էլեկտրական պլիտա, թեյ սուրճի հատված կա այստեղ, սառնարան առանձին, սառցարանով իր բնականաբար, այստեղ զովալցի ջմպելիքներն են, ասեմ, որ համարը ունի երկու հատ այսպիսի արտաքին հատվածում օգտագործելու համար, այսինքն դրսում օգտագործելու համար նախատեսված հովացման համակարգեր, կարող եք դնել տերասայում տվյալ համարի շոկ եղանակին և հովանալ այս հարվանանքների միջոցով, սարքերի միջոցով, անցնենք առաջ, ցույց տամ ձախ թևում գտնվող ննջարանը, որն ունի իր առանձին լոգարանը, իր լվացարանով, այսպիսի գեղեցիկ, խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներով բնականաբար, այստեղ նույնպես կան, այստեղ լոգանքի համար նախատեսված հատվածն է, լոգախցիկով, վաննայով, որը նույնպես ունի ցնցուղ, այստեղ սրբիչներն են, խալատներն են, այստեղ կա նաև զուգարան առանձին, իր բեդեով, զուգարանը նույնպես գեղեցիկ է, ինչպես տեսնում եք, այստեղ նույնպես կա մաշվածություն դռների վրա, բայց այնքան ճոխ է երևում, որ մաշվածությունը գրեթե նկատելի չէ, բայց ես նկատեցի բնականաբար։ Այստեղ աշխատասեղանն է կամ ավելի շատ շպարվելու հատվածը իր այլիով թագավորական, իսկ էստա պահարանը, այստեղ սեյֆն է, ավելի ծածկոցը, բարձը, այստեղ զգեստները կախելու հատվածն է,
Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, որը բաղկացած է երկու առանձին մահճակալից, այսպիսի գեղեցիկ մեծ այլից, դե TV-ն բնականաբար այստեղ նույնպես կա, գեղեցիկ առաստաղը, և այստեղից կա ելք դեպի պատշգամբ, Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ հյուրասենյակը, որը գտնվում է կենտրոնական հատվածում, եւ այսպես, այստեղ կա մեծ ճաշասեղան այսպիսի, բաղկացած 2, 4, 6, 8 աթոռից, գեղեցիկ արձաններից, ինչպես տեսնում եք, մոմակալները, որոնք նույնպես անչափ գեղեցիկ են, եւ կարող եմ ասել, որակյալ ժամացույցը նույնպես թագավորական հին դասական ոճի մեջ, այստեղ դարակներն են, դե հյուրասիրություն, հյուրասենյակի երկրորդ հատվածը, TV հատվածն է այստեղ կա բազմոց, երկու բազկաթոռով, մեծ TV-ն, այստեղ դարակ է, որտեղ TV սարքավորումներն են և ելք դեպի պատշգամբ դարձյալ այստեղից կա, պատշգամբում կա երկու տապչան, այսպիսի ծղոտ է մեծ բազկաթոռներ, Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ հաջորդ ննջարանը, որը նույնպես բավականին մեծ է, եւ այսպես ննջարանի մուտքից ձախ անցնենք, ցույց տամ ձեզ այս հատվածը, այստեղ կա շպարվելու սեղան, իր անչափ գեղեցիկ աթոռով, հետաքրքիր, դե կլինեն այս ոճի սիրահարներ միանշանակ եւ կգնահատեն այս դիզայնը, այսպես ասած, այստեղ հայլին է, բոյ մեծ, զգեստապահարանը, իր հավելյալ ծածկոցով, բարձով, հարթուկի սեղանով, հարթուկով, նրա կողքին մյուս հատվածում սեյֆն է, դարձյալ դարակներ, չորանոցը, Ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, որ բաղկացած է king size մահճակալից, այսպիսի փոքր սոֆայից, որ դրվում է մահճակալների առջև, TV-ին, դե բնականաբար տվյալ հատվածը ունի նաև այսպիսի առանձին TV զոնա կամ ռելաքս հատված, որը բաղկացած այսպիսի մեծ բազմոցից, բազկաթոռից, սեղանը ժուրնալի, TV-ին, երկու մեծ աթոռները, հյուրասիրություն դարձյալ այս հատվածում կա դրած նույնպես, և այստեղից կա ելք դեպի պատշգամբ դարձյալ, ինչպես տեսնում եք, համարի բոլոր հատվածներից կա ելք դեպի պատշգամբ, Անցնենք առաջ, ցույց տամ տվյալ սենյակի լոգարանը, բայց մինչ լոգարանը ցույց տամ ձեզ այս հատվածը, որտեղ կան այսպիսի մերսման տապչաներ, մերսման համար նախատեսված առանձին, ցանկության դեպքում մասնագետները կարող են գալ եւ կատարել մերսում հենց այստեղ։ Ցույց տամ ձեզ լոգարանը, այստեղ կա այսպիսի մեծ ջակուզի, նախատեսված 2 հոգու համար, բնական կարիքները հոգալու հատվածը, որը անչափ գեղեցիկ է, նրա կողքին խալափներն են այստեղ, սրբիչները, այստեղ կա սաունա,
լվացարանները, թվով երկուսն են և խնամքի լոգանքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները։ Լվացարանների կողքին գտնվում է լոգանք ընդունելու հատվածը, լոգախցիկը կամ սովորական ցնցողով, մարմինը մաքրելու սպոնգը, նստելու հատվածը։ Սա սաունան միացնել անջատելու, կառավարելու սարքն է։ Ցույց տամ ձեզ եւս մեկ սուպերիոր համար, սուպերիոր համարները այստեղի ստանդարտ համարներն են, բայց այս անգամ այս համարից բացվում է տեսարան դեպի Կարմիր ծովը, դեպի լողափը անցնենք առաջ, տեսնենք այն միասին։ Ինչպես տեսնում եք, լոգարանը նույնպես նույն կառուցվածք ունի, այստեղ լոգա խցիկն է տրոպիկական ցնցողով, սովորական ցնցողով, խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, ֆենը, այստեղ նույնպես կա հայլի մեծ իրերը դնելու հատված, հողաթափեր, երկու առանձին մեծ մահճակալ, հայլին, իր աշխատասեղանով, այստեղ սառնարանն է, որտեղ կան զովացի ճմպելիքներ, TV-ին, զգեստապահարանը, իր սեյֆով, դարակներով, վերևի հատվածում նույնպես կան դարակներ, ինչպես տեսնում եք, այստեղ կախիչներն են հագուստները կախելու համար, այստեղ նույնպես կա հյուրասիրություն և ցույց տամ ձեզ տվյալ համարից ինչպիսի տեսարան է բացվում։ Այստեղի պատշգամբում կա դարձել երկու աթոռ իր սեղանով և տեսարան դեպի ճգնախ Կարմիր ծովը։ Շարժվում ենք առաջ և ցույց եմ տալի ձեզ հաջորդ համարը, այստեղի հերթական մեծ համարը, որը կոչվում է Presidential Suite, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք ներսում ենք և տվյալ համարը ունի ահա այսպիսի գեղեցիկ նախասրահ, գեղեցիկ արձաններով, ծաղկամաններով այսպիսի։ Անցնենք առաջ, նախասրահի մոտ գտնվում է առաջին լոգարանը կամ ավելի ճիշտ զուգարանը, որտեղ կա լվացարան, ֆեն, խոշորացնող հայլի, օճառ։ Նրա դիմաց գտնվում է ահա բարի այս հատվածը, որտեղ կա թեյ սուրճի հատված, որտեղ կան դարակներ։ Շարժվենք առաջ, ցույց տամ ձեզ հյուրասենյակը, որը բաղկացած է այսպիսի մեծ ճաշասեղանից, որի շուրջ կան 8 աթոռ, այսպիսի պահարան գեղեցիկ, TV հատվածը, բազմոցիր բազկաթոռներով, այսպիսի գեղեցիկ սեղանով, չգիտեմ ով կամրագրի տվյալ համարը, բայց ես իմ պարտքն եմ համարում ձեզ այն ցույց տամ։ Ասեմ միանգամից նաև, որ տվյալ համարից բացվում է անչափ գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը, դեպի լողափը, ինչպես տեսնում եք։ Եվ ասեմ դարձյալ, որ համարը բավականին մեծ է։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ առաջին ննջարանը, մինչ ննջարան հասնելը ցույց տամ ձեզ այստեղի աշխատասեղանը իր աթոռով, այստեղ իրերը դնելու հատված կա դարձյալ և ննջարանը առաջին, այստեղ կա երկու աթոռ այսպիսի աշխատասեղան, շպարվելու հատված իր հայլիով գեղեցիկ, TV-ին, TV-ի տակ գտնվում է մինի բարը, որտեղ կան զովացի ճմպելիքներ, king size մահճակալ, զգեստապահարանը, զգեստապահարանում կա սեյֆ, ավերյալ բարձ, ծածկոց, կախիչներ բնականաբար հագուստները կախելու համար, այստեղ դարձյալ իրերը դնելու հատված կա, հողաթափեր և տվյալ սենյակի լոգարանը, այստեղ կա բանն առանձին իր ցնցողով,
այստեղ նույնպես ամեն ինչ մաքուր է։ Ամեն դեպս ես ավելորդ բան չեմ տեսնում, բորբոս կամ նմանատիպ ինչ-որ բաներ նկատի ունեմ։ Այստեղ լոգա խցիկն է, այսպիսի հետաքրքիր կառավարվող ցնցող, այստեղ կա նաև զուգարան բնականաբար, բիդե, լվացարանը, որի մոտ կան կոսմետիկ միջոցները, խնամքի համար նախատեսված պարագաները, ֆեն, սրբիչներ, խալատներ, տվյալ սենյակից կա ելք դեպի պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի հյուրանոցի այս հատվածը։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ հաջորդ ննջարանը, հաջորդ սենյակը։ Այստեղ դարձյալ կա king size մահճակալ, այսպիսի, հյուրասիրություն դարձյալ, շպարվելու հատվածը կամ աշխատասեղան։ Տվյալ սենյակում նույնպես կա մինի բար, այստեղ իրերը դնելու հատվածն են, հողաթափերը, զգեստապահարանը, նույն ոճի մեջ դարձյալ, սեյֆը, զամբյուղ, դարակներ, ավելյալ ծածկոց իր բարձով, այստեղ կախիչներն են, դարակը դարձյալ, հիմա կստուգենք միասին, փոշի կա թե չկա, ինչպես տեսնում եք, չկա։ Անցնենք առաջ, մուտք ենք գործում, տվյալ սենյակի լոգարան, որտեղ կա առանձին լոգախցիկ այսպիսի, դարձյալ նույն ցնցուղով, վաննայի հատվածը, լվացարանը, իր կոսմետիկ միջոցներով, լոգանքի համար նախատեսված պարագաներով կոսմետիկ, զուգարանը, բիդեն, խոշորացնող խայլին, ֆենը և տվյալ սենյակից նույնպես կա ելք դեպի պատշգամբ, պատշգամբում կա երկու աթոռ իր սեղանով և արդեն տվյալ պատշգամբից կա տեսարան դեպի չքնաղ ու հիասքանչ կարմիր ծովը, լողափը և այգին։ Եվ ևս մեկ սուպերիոր համար արդեն garden view-ով տեսարան դեպի այգին, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Մուտքից ձախ լոգարանն է, ինչպես տեսնում եք, դարձյալ նույն կահավորմամբ, նույն գույների մեջ, նույն ցնցուղով, խնամքի համար անհրաժեշտ պարագաներով, օճառ, մարմինը մաքրելու սպունգը, սրբիչները, լվացարանը, որի կողքին կան խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներ, խոշորացնող խայլին, ես, ֆենը, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, այստեղ թեյի սուրճի հատվածն է բնականաբար, զգեստապահարանը, որտեղ կա սեյֆ, կախիչներ, ինչպես տեսնում եք, այստեղ սեյֆն է, TV-ի հատվածը, իրերը դնելու հատվածը, որի տակ կան հողաթափեր, այստեղ սառնարանն է, դողացի ջմպելիքներով, աշխատասեղանը, շպարվելու հատվածը, երկու բազկաթոռ, այսպիսի հարմարավետ, կարող եմ ասել, ամուր, պինդ, փափուկ, նույնիսկ սեղանը, տվյալ սուպերիոր համարը լինում է king size մահճակալով և երկու առանձին մահճակալներով և դուրս գանք դուրս, ցույց տամ ձեզ տերասան, որն ունի տեսարան դեպի այգին։ Այստեղ կա երկու առանձին աթոռ, այսպիսի իր սեղանով, տեսարան դեպի այգին և հյուրանոցի այս հատվածը։ Հյուրանոցում կա 3 լողավազան, մեծ հիմնական լողավազանը, մանկական լողավազանը և ևս մեկ լողավազան, որը գտնվում է հյուրանոցի պասիվ 16+ հատվածում։ Բոլոր լողավազանները տաքացվում են տարվա ձմռան ամիսներին, կահավորված են հարմարավետ տավչաններով և հովանոցներով։ Հիմնական լողավազանի մոտ կա բար, ինչպես նաև սնեքս բար ցերեկվա ժամերին ընդմիջում անելու համար։
Այժմ տեղափոխվենք Լողափ եւ ծանոթանանք նրա կառուցվածքի հետ։ Լողափի երկարությունը 1000-ից 1500 մետր է։ Ունի տարբեր լոկացիաներ պասիվ եւ ակտիվ հանգիստը նախընտրողների համար։ Այն պատված է դեղին փափուկ մանր ավազով, ունի իդեալական ավազե մուտք դեպի ծով, որը խորանում է աստիճանաբար։ Լողափը կահավորված է հարմարավետ ծղոտե հովանոցներով եւ տապչաններով, որոնք ունեն ներքնակներ։ Լողափում կա վոլեյբոլի խաղահրապարակ։ Այստեղ կա նաեւ բար, որտեղ մատուցում են զովացի ջմպելիքներ, թեյ, սուրճ, ալկոհոլ, ինչպես նաեւ Լողափի մոտ է գտնվում Ազուր բարը, որտեղ ցերեկվա ժամերին գործում է Snacks bar։ Նաև նշեմ, որ Լողափի հարակից տարածքում է գտնվում մանկական ակումբ իր խաղահրապարակով։ Այժմ գնանք մարզասրահ եւ սպա սրահ, որոնց մասնաշենքը գտնվում է հյուրանոցի պասիվ լողավազանի հատվածում։ Մարզասրահը անվճար այն տարածքով բավականին մեծ է ու հարմարավետ։ Կահավորված է անհրաժեշտ գույքով ու մարզասարքերով։ Սպա սրահը իր տեսակով նույնպես հարմարավետ է։ Այստեղ սաունան եւ ջակուզին անվճար են եւ ներառված են all inclusive փաթեթի մեջ, իսկ մնացած սպա ծառայությունները վճարովի են։ Նաեւ ավելացնեմ, որ հյուրանոցում կա թենիսի եւ մինի գոլֆի խաղահրապարակներ, որոնք անվճար են ցերեկվա ժամերին։ Այստեղ կա նաեւ падել թենիս, որը վճարովի է։ Դες գերեկոները կարող եք անցկացնել գեղեցիկ ու հետաքրքիր ինտերիերով կահավորված անգլիական բարում, որտեղ կարող եք խաղալ շախմատ կամ բիլիարդ, որոնք նույնպես անվճար են all inclusive փաթեթով հանգստացողների համար։
տեղափոխվենք հիմնական ռեստորան, որտեղ մատուցում են նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Ռեստորանը բավականին մեծ է, ինչն իր հերթին նպաստում է բավականաչափ սեղանների առկայությունը։ Ինչպես բոլոր եգիպտական հյուրանոցներում, այստեղ նույնպես նախաճաշի ուտեստների տեսականին գրեթե նույնն է։ Նաեւ հյուրերին առաջարկում են նախաճաշ La Terrasse VIP Lounge-ում, որը վճարովի է։ Իսկ ճաշին եւ ընթրիկին հիմնական ռեստորանում ուտեստների տեսականին բազմազան է։ Նախուտեստներ, ապուրներ, տաքուտեստներ, բարբիկյու, ինչպես նաեւ համեղ աղանդեր։ Եվ բացի հիմնական ռեստորանից հյուրանոցում կան ալակարտ ռեստորաններ հունական, իտալական, լիբանանյան, հնդկական եւ ճապոնական խոհանոցներով։ Ալակարտ ռեստորանները կարող եք այցելել ընդհանուր 3 անգամ անվճար 7-օրյա փաթեթով հանգստանալու դեպքում։
Ինչպես ցերեկվա ժամերին, այնպես էլ երեկոյան ժամերին հյուրանոցում անց են կացվում տարբեր տեսակի անիմացիոն շոու ծրագրեր արտասահմանից հրավիրված արտիստների մասնակցությամբ։